Խոսքը տրանսպորտային ուղիների մասին է ընդհանրապես եւ ավելի շատ միտքը հետեւյալներ բավական ակտիվ մի թեզ էր օգտագործվում խաղաղության խաչմերուկ հիշում եք բայց մի քանի ամիս է խաղաղության խաչմերուկի մասին ոչ ոք այլևս չեն խոսում ասենց այս իշխանությունը շատ հեշտ է ասենց ինչ որ մի թեզակցում հետո պրոբլեմներ ունենալով ասենց նորմալ բացատրելու համար մոռանում են այդ թեզը սկսում են մի ուրիշ բան եւ ես ուզում եի այս քարտեզով ցույց տայինք որ նույն տրիպը ըստ էության հակասության մեջ մտավ այդ խաղաղության խաչմերուկ գաղափարի հետ որտեղ խաղաղության խաչմերուկը ընդհանրում էր ճանապարհների ընդհանրապես ապաշրջափակում չէ սա էր ընդհանրում տրիպը ստեղծում է մի իրավիճակ, երբ Ադրբեջանը կապելով այս կառուցող նաև երկաթուղու Ղարսի հետ բոլոր այլ ուղիները անհետաքրքիր են դառնում։ Ըստ էության մի ծրագիր, որը պետք էր Միացյալ Նահանգներին եւ Ադրբեջանին շատ կոնկրետ նպատակների համար փոխարինեց մեկ գաղափար, որը ենթադրում էր ասենց բոլոր ճանապարհների բացումը երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների բացումը բայց փորձեմ մի քիչ այլ կոնտեքստի մեջ ուղղակի այս ամենը ներկայացնել նայեք ընդհանրապես ինչ է գեոպոլիտիկան ընդհանրապես նրա մասին է որ ոնց է աշխարհագրությունը ազդում քաղաքականության վրա սա է գեոպոլիտիկան եւ չի կարող որևէ երկիր մի քաղաքականություն վարել, որը հաշվի չի առնում այդ ազդեցությունը։ Հիմա շատ են խոսում, չէ, Ադրբեջանով այսքան ծորեն եկավ, մի քիչ վառելիք եկավ, մի քիչ ծորեն եկավ, բայց իրական պատկերը հետեւյալն է։ Մեր տնտեսության կախվածությունը մեծ մասով Ռուսաստանից է։ Եվ Հայաստանից Ադրբեջանով, նույնիսկ եթե այս բեռներ տեղափոխել Ռուսաստան 700 կիլոմետր ավելի երկար է քան եթե Հայաստանից բեռները տեղափոխվեն Վրաստանով, Աբխազիայի ճանապարհով։ 700 կիլոմետր։ Հիմա կապը Ռուսաստանի հետ եղել է միշտ Վրաստանի միջոցով, սովետի ժամանակ, կապը Եվրոպայի հետ եւս Վրաստանի միջոցով Պոցի եւ Փոթի նավահանգիստների ուղղությամբ։ Հիմա ինչի մենք չենք կենտրոնանում այս ուղիների բացմանը։ Ինչի չեն կենտրոնանում այս ուղղության վրա։ Վերջերս բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները։ Երբևէ լսած եք, որ որևէ մի քննարկում գնա Աբխազիայի ճանապարհով երկաթուղու բացմանը։ Նայեք, մեր հիմնական հիմա ապրանքաշրջանառությունը դա Ռուսաստանն է, դա Եվրոպայի հետ Վրաստանի միջոցով է, եթե խոսենք արաբական աշխարհի հետ Իրանի միջոցով է, Իրանի ճանապարհով, եւ եթե խոսանք Հնդկաստան, Չինաստան, հիմնականում Բանդարաբաս եւ Իրանի ճանապարհն է։ Ինչի համար է պետք մեզ կամ պետք գալու Ադրբեջանի տարածքը կենտրոնական Ասիայի երկրների հետ առևտրի համար։ Բայց այս առևտուրը ըստ էության առևտրի առարկան չկա, որովհետեւ մենք բան չունենք ընդեղից առնելու, իրենք բան չունեն մեզանից առնելու։ Շատ փոքր ծավալ է, միգուցե ոսկերչական ապրանքներ, իսկ ոսկերչական ապրանքները ասենց վագոններով չեն տանում, կամ ֆուրերով, ուղղակի ինքնաթիռներով տեղափոխում են։ Հիմա երկրի ղեկավարը պետք է առաջերտին անի հետևյալ հաշվարկը։ Աշխարհագրությունը ինչ է քեզ թելադրում։ Եթե դու փոքր երկիր ես, փոքր բնակչությամբ, դու պետք է փնտրես ավելի մեծ շուկաներ քո տնտեսությունը զարգացնելու համար։ Որտեղ է քո ամենից մեծ շուկան եւ որ ճանապարհներն են դեպի այդ շուկան ամենից կարճ ճանապարհները եւ ես մեկ անգամ նաեւ հրապարակային ասել եմ որ խոսքը այս ճանապարհի մասին է հիմա ամենից բարենպաստ պայմաններն է այդ ճանապարհի բացման շուրջ սկսել բանակցություններ հաշվի առնելով այն հանգամանքը որ Վրաստանի հարաբերությունները Եվրոմիության անդամակցության հետ կապված սառեցված են հաշվի առնելով, որ Վրաստանը հսկայածավալ հետաքրքրություն պետք է ունենա Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ունենալը, հաշվի առնելով, որ տնտեսապես սա փոխշահավետ է եւ Վրաստանի համար, եւ Ռուսաստանի համար, եւ Աբխազիայի համար։
Եվ չկան քաղաքական մեծ խոչընդոտներ։ Որն է քաղաքական խոչընդոտը հիմնականում։ Վրաստան Աբխազիա հարաբերություններն են։ Սենց իրենցից անջատված տարածք եւ պետք է ընդհանրապես մեկ բան անել։ Տարանջատել տնտեսական ծրագիրը քաղաքական հակասություններից։ Սա այն է, ինչ ես փորձել եմ մեկ անգամ անել 2003 թվականին։ Սեպտեմբեր ամսին հանդիպել եմ Վրաստանի նախագահային ժամանակ Շևարդնաձեի հետ, հանդիպել եմ Յալտայում եւ փորձել եմ համոզել, որ ճիշտ պահն է այդ ճանապարհը բացել։ Ինքը համաձայնվեց, բայց ասեց, եթե կարողանամ համոզել աբխազներին, մենք պատրաստ ենք այդ ճանապարհով գնալ։ Եվ իմ բանը հետևյալն էր, իմ փաստարկները հետևյալն էր, որ տարանջատենք։ Չպետք է այնպես լինի, որ այդ ճանապարհի բացումը նշանակելու է կամ Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը, որովհետև իրենք դա չեն ընկալում եւ աբխազների համար անկախության ճանաչումը հասկացաք, չէ՞, այդ թեմայից ուղղակի հանել։ Երկու կողմն էլ հայտարարություն են անում, որ սա քաղաքական կոնտեքստ չունի եւ նպատակը այս փոխշահավետ տնտեսական համագործակցությունն է։ Բոլորին ձեռ է։ Հիմա նայեք, Վրաստանը Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ունի Ադրբեջանով։ Այ մեծ շրջանցելով գնում են։ Այստեղ ուղիղ։ Եվ ըստ էության մենք հսկայական առավելություն ենք ստանում։ Մենք քաղաքական լծակ մեր վրա չենք ունենում Ադրբեջանի կողմից։ Ված չի թող Ադրբեջանի երկաթուղին եւս աշխատի, բայց մենք այդ մշտական այդ մահակից Ալիևի շնորհակալություն հայտնելուց ազատվում ենք։ Ամեն քայլափոխի։ Մի քանի վագոն ծորենի, մի քանի վագոն վառելիքի համար։ Եվ սրանով այս բային չզբաղվել ուղղակի հանցանք է։ Կամ մարդիկ չեն հասկանում, կամ իրենց ձեռնտու է մշտական կախվածության մեջ պահել Հայաստանի բարեկեցությունը Ադրբեջանի բարի կամքից։ Սա եւս գալիս է նույն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը եթե չլինի, Ալիևը երկաթուղին, այսպես ասենք, այդ մի քանի վագոն ծորենը չի թողնելու, որ գա հասնի Հայաստան։ Նույն տրամաբանությունն է աշխատում։ Երբ իր ազնական շահերը որևէ աղերս չունեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Ուղղակի հիշեցնեմ, որ 2003 թվականին ես նաև հատուկ մարդ էի ուղարկել, որ հանդիպեն Արզինբայի հետ, Աբխազիայի նախագահի հետ, փորձել եմ հեռախոսով կապվել, պարզվեց ինքը հիվանդ էր, այն ժամանակ Մոսկվայում էր բուժում, հետո ինքը հետ եկավ եւ իմ ուղարկած մարդու հետ խոսակցություն իրենք ունեցան, ասացին հետեւյալ, ինքը վատ առողջ էր, որ շուտով պետք է լինեն ընտրություններ եւ նոր իշխանության հետ պետք է լինելու այդ հարցերը բանակցել եւ պայմանավորվել։ Բայց դեկտեմբեր ամսին Շևարդնաձեն հրաժարական տվեց, Սաակաշվիլին եկավ, շատ ագրեսիվ էր Աբխազիայի նկատմամբ եւ ընդհանրապես եւ Աբխազիայի եւ Օսեթիայի եւ այդ հարցը մնաց։ Բայց ինչու եմ ես այդ թեման բացել 2003 թվականին, որտեղ 2003 թվականին առաջին անգամ Կիպրոսում սկսեցին բանակցել Կիպրոսի հանրապետություն հյուսիսային Կիպրոսի հետ եւ ըստ էության սահմանը սկսեց շնչել։ Green այդ զոնի, green line-ի տարբերակ այն ժամանակ բանակցվեց։ Եվ ես այդ օրինակը բերելով ասացի, որ սա ուղղակի պատոհան է հնարավորության փորձենք այդ օրինակի վրա նաև ստեղ ինչ որ ձևի հարցեր լուծել։ Ամենից շատը այդ ճանապարհը պետք է մեզ եւ մենք պետք է նախաձեռնող լինեինք այս գործում։ Պարոն նախագահ, բայց հիմա կան որոշակի բանակցություններ Վրաստան, Ռուսաստան, Աբխազիա։ Հիմա ես գիտեմ, որ ռուսական կողմը իհարկե այդ ցանկությունը ունի, աբխազական կողմը ակնհայտ է, որ սա տնտեսապես շահավետ է, Վրաստանի համար տնտեսապես շահավետ է, որովհետև եթե մեր ճանապարհները բացում են Ադրբեջանի հետ, Վրաստանը տրանզիտի մի մեծ կտոր կորցնում է։ Ուղղակի պետք է մեկը ակտիվ գործընթացի մեջ սկսի աշխատել այդ հարցը լուծելու համար։ Սա նաև ամենից կարճ ճանապարհն է դեպի Սևծով, Վրաստանը։ Ընդհանրապես Վրաստանը այդ տեսանկյունից մեզ համար առանցքային երկիր է, ոչ առանցքային երկիր է։ Խոսվում է Թուրքիայի հետ սահմանի բացման մասին, այստեղ ես
որոշակի զգուշավորություն ունեմ հետևյալի պատճառով, նայեք, մենք էլ ենք միշտ հանդես գալիս իմ նախագահության ժամանակ սահմանի բացման համար։ Իսկապես լավ է, եթե սահմանը բացվի, բայց Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր գյուղատնտեսությունը։ Արարատյան դաշտավայրի ջերմոցների կեսից ավելը փակվելու են, եթե Հայաստանը ճանապարհները բացելուց հետո չպաշտպանի իր սեփական շուկան։ Մենք այն ժամանակ վստահ էինք, ես վստահ եմ եղել, որ կարող ենք պաշտպանել մեր շուկա տարիֆներով, տարբեր տնտեսական մեխանիզմներով։ Թուրքիայում սուբսիդիաների թիվը շատ ավելի մեծ է, քան Հայաստանում եւ տվյալ դեպքում մրցելը դժվար է լինելու։ Բայց արդյոք Հայաստանի վարչապետը ի վիճակի է պաշտպանել հայկական շուկան թուրքական ապրանքներից։ Ես երբ որ նայում եմ այդ պատկերին, երբ Էրդողանի գիրքը Նիկոլի Փաշինյանի թևի տակ, ոնց որ աստվածաշունչ պահի իր թևի տակ, հնարավոր չի, որ իրենք որևէ կերպ ի վիճակի լինեն պաշտպանել մեր շուկան։ Ինչ ասին Թուրքիայից համաձայնվելու են, անկասկած։ Եվ սա ուղղակի խփելու է մեր արարատյան դաշտավայրի ժողովրդի բարեկեցության վրա։ Տարբերությունը մեր Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսության մեջ հետևյալն է. մեր տնտեսությունները փոխլարացնում են իրար, մրցակցային չեն։ Հայաստանի ու Թուրքիայի գյուղատնտեսությունները մրցակցային գյուղատնտեսություն են։ Նույն բանջարեղենը, նույն մրգերը։ Մենք մրցակցային ենք, մենք չենք փոխլարացնում իրար։ Իդեպ մենք մրցակցային ենք նաև Ադրբեջանի գյուղատնտեսության հետ։ Այնինչ մենք ենք այստեղ արտադրում, նույն արտադրում է Ադրբեջանը։ Ոչ իրենք կարան բերեն ստեղ ինչ որ բան ծախել, ոչ մենք։ Իրենք միգուցե կարող են ավելի էժան ծախել մեկ պատճառով, իրենց մոտ էլեկտրոէներգիան ավելի էժան է եւ վառելիքը ավելի էժան է, քան Հայաստանում։ Հետևաբար մենք պետք է նաև այդ քաղաքական ռեսուրսը ունենանք սեփական շուկան պաշտպանելու համար։ Իսկ սեփական շուկան պաշտպանելը սա նշանակում է սեփական ժողովրդի բարեկեցությունը պաշտպանել։ Այդ քաղաքական ռեսուրսը մեր կառավարությունը ունի, չեմ կարծում թե ունի։ Ես չեմ տեսնում որ ունի, որովհետև ոչ միտեղ որևէ դիմադրություն չկա։ Այ մոտավորապես պատկերը սա է եւ այս տեսանկյունից մեր ծրագրերում է լինելու, նաև իմ ազնական ծրագրում է լինելու անել ամեն ինչ, որ այս տարբերակը ինչի մասին ես պատմեցի, ուղղակի կյանքի կոչ։